Ես ասացի դա անսպասելի, նույնիսկ ինձ համար։ Ձայնը հնչեց բարձր, կտրուկ, և մի վայրկյան սենյակում այնպիսի լռություն տիրեց, որ լսվեց ժամացույցի տկտկոցը սառնարանի վերևում։ Սկեսուրս սառեց պատարագ ձեռքին։ Ամուսինս կիսով չափ բարձրացրած բաժակով կարծես անմիջապես չհասկացավ, որ նախադասությունը հենց իրեն է վերաբերում։ Իսկ ես կանգնած էի սեղանի եզրին, զգում էի, որ մատներս դողում են, բայց հետ կանգնել այլևս ուշ էր։ Ամբողջ երեկոն սկսվել էր ինչպես միշտ։ Ես առավոտից սեղան էի գցում, աղցաններ կտրում, հավ էի տապակում, հանում էի այն տոնական սպասքը, որը պահում էի հատուկ առիթների համար։ Ուտելիքի փողերը գրեթե ամբողջությամբ գնացին իմ մնացած աշխատավարձից, բայց ես փորձում էի չմտածել դրա մասին։ Տոներն ընտանիքի հետ են, այդպես է ընդունված։ Սկեսուրս եկել էր շուտ, պայուսակներով, և այն դեմքով, որով միշտ ցույց է տալիս, որ այստեղ ինքն է հիմնականը։ Անմիջապես շրջեց խոհանոցով, նայեց կաթսաների մեջ, դեմքը խոժոռեց, ասաց, որ մայոնեզը քիչ է և որ հին ժամանակներում տանտիրուհիները հյուրերի համար չէին խնայում։ Այդ ընթացքում ամուսինս Հայկը պառկած էր բազմոցին և հեռախոս էր թերթում։ Նա հոգնած էր։ Նա ուներ ծանր տարի, ինչպես ասում էր բոլորին։ Աշխատանք էր փնտրում արդեն 8-րդ ամիսը, բայց ամեն անգամ պատճառներ էր գտնում, թե ինչու այս կամ այն թափուր տեղը իրեն չի սազում։ Ես լռում էի։ Վերջին ժամանակներս ես ընդհանրապես շատ էի լռում, այդպես ավելի հեշտ էր։ Երբ բոլորը նստեցին սեղանի շուրջ, Վարդուհին գրեթե անմիջապես խոսք առավ։ Նա սիրում էր կյանքի, փողի և ընտանիքի ճիշտ կարգի մասին խոսել հենց ուտելիս, կարծես դա իր խոսքերին հատուկ կշիռ էր հաղորդում։ Նա պատմում էր, թե որքան դժվար է հիմա ապրելը, թե ինչպես են տղամարդիկ անհետացել մեր ժամանակներում, և որքան լավ է, որ իր որդու կինը կա, թեկուզ աշխատավարձը մեծ չէ, բայց բնակարանն իրենն է։ Վերջին խոսքերը ասաց ժպիտով, բայց ներսում ինձ մոտ ինչ-որ բան տհաճ սեղմվեց։ Հետո սկսվեցին կատակները իմ աշխատանքի մասին, իմ կոպեկների մասին, որ ես չափից շատ եմ ինքս ինձ մտածում։ Հայկը կծում էր, ծիծաղում էր, իր մեկնաբանություններն էր ավելացնում։ Ես տեսնում էի, թե ինչպես է նրան դուր գալիս մոր կողմը լինելը, թե ինչպես է նա կարծես ավելի բարձր ու ուժեր դառնում, երբ նրանք միասին են։ Իսկ ես այդ պահին զգում էի ինձ ավելորդ, իմ սեփական սեղանի շուրջ։ Փորձեցի խոսակցությունը շրջել, կենաց առաջարկեցի, բայց Վարդուհին կրկին վերադարձավ փողի թեմային։ Ասաց, որ նորմալ ընտանիքներում կինը չպետք է հիշեցնի, որ բնակարանը իրենն է, որ դա տղամարդու համար նվաստացուցիչ է։ Հայկը համաձայն գլխով արեց և ավելացրեց, որ ես ընդհանրապես չափից շատ նյարդային եմ ու անշնորհակալ, որ նայել է համբերում, որ ապրում է օտար բնակարանում և որ ես պետք է ավելի փափուկ լինեի։ Հենց այդ պահին հիշեցի, թե ինչպես եմ գնել այս բնակարանը, ինչպես վարկ եմ վերցրել, ինչպես եմ հաշվել յուրաքանչյուր կոպեկը, ինչպես եմ աշխատել առանց հանգստյան օրերի։ Հիշեցի, թե ինչպես էր նա այն ժամանակ ասում, որ դեռ ամուսնանալու ժամանակը չէ, իսկ հետո հանկարծ փոխեց կարծիքը, երբ իմացավ, որ ես սեփական բնակարան ունեմ։ Հիշեցի, թե ինչպես եմ վճարել կոմունալը, վերանորոգումը, կահույքը, ճանապարհորդությունները, ուտելիքը, նրա ժամանակավոր դժվարությունները։ Եվ հենց այդ ժամանակ ես ասացի դա, առանց գոռալու, բայց շատ հստակ։ Սեղանը ես եմ վճարել, բնակարանը իմն է, իսկ դուք երկուսդ էլ դուրս։ Խոսքերը հնչեցին կոշտ, առանց սովորական արդարացումների ու բացատրությունների։ Ես այլևս չէի ժպտում։ Վարդուհին առաջինը ուշքի եկավ։ Նա դանդաղ դրեց պատարագ, ուղղվեց և նայեց ինձ այնպես, կարծես ես նոր էի անելիք աններելի բան արել։ Նա սկսեց ասել, որ ես իրավունք չունեմ այդպես խոսել մեծերի հետ, որ ես անշնորհակալ եմ, որ իր որդին շատ բան է արել ինձ համար։ Հայկը վեր թռավ, սկսեց գոռալ, որ ես խելագարվել եմ, որ սա իրենց ընդհանուր տունն է, որ ինքը իմ ամուսինն է։ Ես լսում էի նրանց և հանկարծ հասկացա, որ ոչ վախ, ոչ ամոթ չեմ զգում, միայն տարօրինակ թեթևություն, կարծես ներսում վերջապես ամեն ինչ իր տեղը ընկավ։ Ես կրկնեցի, որ բնակարանը իմ անունով է, որ ընթրիքը ես եմ վճարել և որ հոգնել եմ հարմար լինելուց։ Ասացի, որ կարող են քննարկել ինձ որքան ուզեն, բայց ոչ այստեղ և ոչ իմ հաշվին։ Վարդուհին փորձեց խղճահարություն առաջացնել, խոսեց ընտանիքի մասին, որ մարդիկ այդպես չեն վարվում։ Հայկը պահանջում էր, որ ներողություն խնդրեմ, բայց ես արդեն գնացի մուտքի դուռը և լայն բացեցի։ Սառը օդը միջանցքից ներս մտավ և հանկարծ ավելի հեշտ դարձավ շնչել։ Առավոտը սկսվեց անսովոր լռությամբ։ Ես արթնացա իմ շնչառությունից և առաջինը նույնիսկ չհասկացա, թե ինչն է այդքան սխալ։ Հետո հասկացա։ Բնակարանում չկային օտար ձայներ, քայլեր, հառաչանքներ, խոհանոցում հեռախոսով խոսակցություններ։ Ոչ ոք չէր խփում սառնարանի դռները, չէր միացնում հեռուստացույցը լիքը ձայնով։
Ես պարկած էի ու նայում առաստաղին, փորձելով գիտակցել, որ երեկվա օրը երազ չէր։ Խոհանոցում ամեն ինչ մնացել էր այնպես, ինչպես ես թողել էի երեկոյան։ Կեղտոտ սպասք, անձեռոցիկներ, կիսատ բաժակներ։ Մեքենայաբար սկսեցի մաքրել, թեև կարող էի թողնել ամեն ինչ այդպես։ Պարզապես ուզում էի ձեռքերս զբաղեցնել, որպեսզի չմտածեմ։ Յուրաքանչյուրն ափսե հիշեցնում էր նրանց դեմքերը, այն խոսքերը, որոնք նրանք հեշտությամբ ու առանց ամոթի էին նետում։ Ես ինձ բռնում էի այն մտքի վրա, որ սպասում եմ զանգի կամ հաղորդագրության, կամ դրան թակոցի, բայց հեռախոսը լռում էր։ Մոտավորապես ճաշի ժամին ես վերջապես նստեցի սուրճի բաժակով եւ նայեցի էկրանին։ Հայկից հաղորդագրություններ կային։ Սկզբում կարճ, մենք պետք է խոսենք։ Հետո երկար, մեղադրանքներով, հորդորներով եւ արտահայտություններով, որ ես չափից շատ եմ գերագնահատել, որ մայրը շոկի մեջ է, որ նորմալ կանայք այդպես չեն վարվում։ Ես կարդացի ամեն ինչ մինչև վերջ եւ չպատասխանեցի։ Ոչ թե չգիտեի թե ինչ ասել, այլ որ առաջին անգամ չէի զգում արդարացման անհրաժեշտություն։ Մի քանի ժամ հետո նա այնուամենայնիվ եկավ։ Լսեցի, թե ինչպես բանալին դնում են փոստատարի մեջ եւ սիրտս ցնցվեց, բայց ոչ այնպես, ինչպես նախկինում։ Նա մտավ վստահորեն, կարծես վստահ էր, որ առանց խոսակցության կթողնեմ ներս։ Դեմքին հոգնածություն եւ գրգռվածություն էր։ Անմիջապես սկսեց խոսել, առանց վերարկուն հանելու, կարծես վախենում էր, որ կընդհատեմ։ Ասում էր, որ ես նվաստացրել եմ իրեն մոր ներկայությամբ, որ ցույց եմ տվել իրեն թույլ, որ հիմա մայրը համարում է ինձ անշնորհակալ եւ դաժան։ Ասում էր, որ ընտանիքում այդպես չեն վարվում, որ խնդիրները լուծվում են այլ կերպ։ Ես լսում էի եւ հանկարծ նկատեցի, որ նրա բոլոր խոսքերը պտտվում են իր շուրջը եւ իր մոր շուրջը։ Իմ մասին ոչ մի բառ։ Իմ մասին, թե ինչպես եմ ես զգացել այս բոլոր տարիները։ Ես հանգիստ ասացի, որ հոգնել եմ լինել ֆոն նրանց կյանքում, հոգնել եմ լսել ծաղրանքներ եւ համբերել, որ բնակարանը իսկապես իմն է եւ ես այլևս չեմ ուզում ապրել մշտական լարվածության մեջ։ Նա ծիծաղեց, բայց ծիծաղը նյարդային էր։ Ասաց, որ ես չափից շատ եմ ինքս ինձ մեծացրել, որ առանց իրեն ինձ դժվար կլինի, որ ես կզղջամ։ Հենց այդ պահին ես առաջին անգամ ուղղակի հարցրի, թե ինչ է նա անում մեր ընտանիքի համար։ Նա լռեց, սկսեց խոսել պլանների, գաղափարների, որ հիմա դժվար ժամանակ է։ Ես գլխով արեցի եւ ասացի, որ դժվար ժամանակը ինձ մոտ տևում է արդեն մի քանի տարի, եւ այդ ամբողջ ժամանակ ես քաշում եմ ոչ միայն ինձ։ Նա բարկացավ, բարձրացրեց ձայնը, կրկին հիշեց հարգանքի եւ կնոջ պարտքի մասին։ Ես բացեցի դուռը եւ կրկնեցի երեկվա խոսքերը։ Նա երկար նայեց ինձ, կարծես սպասում էր, որ ես առաջինը կփոշմանեմ։ Հետո նետեց բանալիները մուտքի սեղանի վրա եւ գնաց, դուռը խփելով։ Բանալիները մնացին պառկած, սառը եւ օտար։ Ես չվազեցի նրա հետևից։ Երեկոյան զանգեց Վարդուհին։ Ձայնը ցուցադրաբար հանգիստ էր, բայց դրատակից դուրս էր պրծնում զայրույթը։ Ասաց, որ ես քանդել եմ ընտանիքը, որ որդուն դեմ եմ դրել իրեն, որ այդպիսի կանայք մնում են մենակ։ Ես պատասխանեցի, որ ոչ ոքի դեմ չեմ դրել եւ որ ինձ ժամանակ է պետք։ Նա ֆշշացրեց եւ ասաց, որ ժամանակն ինձ մոտ այլևս չկա։ Զանգից հետո երկար նստեցի մթության մեջ, առանց լույս վառելու։ Մտքերը խառնվում էին, գալիս էր անհանգստություն։ Վախենում էի։ Ոչ նրանցից, այլ անորոշությունից։ Հասկանում էի, որ առջևում խոսակցություններ են, որոշումներ, գուցե ամուսնալուծություն։ Բայց վախի հետ միասին կար նաև տարօրինակ ազատության զգացում, որին դեռ սովոր չէի։ Հաջորդ օրը գնացի աշխատանքի ավելի շուտ, քան սովորաբար։ Գործընկերներս նկատեցին, որ ես այլ եմ, հարցնում էին՝ ամեն ինչ կարգին է։ Ես հրաժարվում էի, բայց ներսում կարծես ինչ-որ բան ուղղվում էր։ Ես ինձ բռնեցի այն մտքի վրա, որ ավելի արագ եմ քայլում, ուղիղ եմ պահում մեջքս։ Ճաշի ընդմիջման ժամանակ մտա բանկ եւ ճշտեցի վարկի մանրամասները, որը վաղուց գրեթե փակված էր։ Թվերը այլևս չէին վախեցնում։ Երեկոյան Հայկը կրկին գրեց, արդեն այլ տոնով, խնդրում էր հանդիպել, ասում էր, որ չափից շատ էր տաքացել, որ ամեն ինչ կարելի է ուղղել։ Ես կարդում էի եւ հասկանում էի, որ այդ հաղորդագրություններում դեռ չկա գլխավորը, ընդունումը, որ նա օգտվել է իմ լռությունից։ Ես չպատասխանեցի նաև դրան, շուտ քնեցի, բայց երկար չէի կարողանում քնել։ Գլխումս պտտվում էին տեսարաններ, արտահայտություններ, հնարավոր խոսակցություններ։ Գիտեի, որ սա միայն սկիզբն է, որ նրանք այդպես հեշտ չեն հանձնվի, բայց առաջին անգամ երկար ժամանակ ես իմ կողմում էի։ Անցավ մի շաբաթ։ Նա դանդաղ էր, կպչուն, կարծես յուրաքանչյուր օր փորձարկում էր ինձ ամրության համար։ Հայկը այլևս չէր գալիս, բայց գրում էր գրեթե ամեն երեկո։ Հաղորդագրությունները փոխվում էին, մեղադրանքներից դեպի բողոքներ, բողոքներից դեպի հիշողություններ, թե ինչպես էր մեզ լավ։ Գրում էր, որ կարոտում է, որ մայրը անհանգստանում է, որ ես ամեն ինչ քանդում եմ հպարտությունից։
Ես կարդում էի եւ զգում էի, թե ինչպես է ներսում բարձրանում հին սովորությունը, արդարացվելու, բայց ամեն անգամ կանգնեցնում էի ինձ։ Ոչինչ չէի պատասխանում։ Վարդուհին էլ չէր լռում, զանգում էր տարբեր համարներից, կարծես հույս ուներ ինձ անակնկալի բերել։ Երբեմն թողնում էր ձայնային հաղորդագրություններ, որոնց մեջ սկզբում խոսում էր հանգիստ եւ գրեթե քնքուշ, հիշելով, թե ինչպես եմ ես եկել նրանց ընտանիք, թե ինչպես է ինձ ընդունել որպես հարազատ։ Հետո տոնը կտրուկ փոխվում էր եւ արդեն ասում էր, որ ես պարտավոր եմ խելքս հավաքել, որ որդին առանց ինձ կկործանվի, որ իմ վրա է նրա ճակատագրի պատասխանատվությունը։ Ես ջնջում էի հաղորդագրությունները եւ նկատում էի, որ ձեռքերս այլևս չեն դողում։ Դրան զանգը հնչեց։ Ես հյուրեր չէի սպասում եւ անմիջապես հասկացա, թե ով է։ Սիրտս ավելի արագ բաբախեց, բայց չթաքնվեցի։ Դրանը կանգնած էր Վարդուհին, մենակ առանց որդու։ Ձեռքին պայուսակ էր, կարծես եկել էր կարճատև, տանտիրուհու պես։ Նա առանց հրավերի անցավ բնակարան, շրջեց հայացքով։ Կարծես ստուգում էր, ամեն ինչ տեղում է, թե ոչ։ Սկսեց խոսել անմիջապես, որ ընտանիքը աշխատանք է, որ կանայք հիմա չափից շատ են իրենց մասին մտածում, որ ես պետք է ավելի իմաստուն լինեի։ Ես լսում էի առանց ընդհատելու եւ նկատում էի, թե ինչպես է նա հեշտությամբ վերցնում իրավունք, որոշելու, թե ինչպես պետք է ապրեմ։ Ասաց, որ որդին ընկերների մոտ է գիշերում, որ նրան վատ է, որ գրեթե չի ուտում։ Հանկարծ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ կարեկցում եմ նրան, բայց այդ կարեկցանքն այլևս չէր ստիպում ինձ զոհաբերել ինքս։ Հարցրի ինչու է եկել։ Նա մի քիչ շփոթվեց, հետո ուղղակի ասաց. «Դու պետք է ներողություն խնդրես ինձնից, որդուսից եւ նրան հետ ընդունես, որովհետեւ այդպես է ճիշտ, որովհետեւ մարդիկ կռիվը տանից դուրս չեն հանում, որովհետեւ դու կին ես»։ Ես պատասխանեցի, որ չեմ պատրաստվում ներողություն խնդրել ճշմարտություն ասելու համար, որ բնակարանը իմն է, եւ դա ոչ թե նվաստացվում է, այլ փաստ, որ հոգնել եմ հարմար եւ մեղավոր լինելուց։ Վարդուհին նայում էր ինձ այնպես, կարծես ես օտար լեզվով էի խոսում։ Հետո ասաց, որ ես անշնորհակալ եմ, որ առանց նրանց ընտանիքի ես ոչ ոք եմ։ Այս խոսքերը ավելի քիչ խոցեցին, քան նախկինում։ Դրանք չափից ծանոթ էին։ Նա գնաց դուռը խփելով, եւ ես երկար կանգնած մնացի միջանցքում, լսելով, թե ինչպես են հեռանում քայլերը։ Առաջին անգամ նման խոսակցություններից հետո դատարկություն չզգացի։ Կար ավարտվածության զգացում, կարծես ներսումս եւս մեկ հանգույց էր բացվել։ Նա երկար լռեց, հետո ասաց, որ ես օտարացել եմ, որ նախկինում այլ էի։ Այս խոսքերը հնչեցին գրեթե որպես խոստովանություն։ Ես պատասխանեցի, որ նախկինում պարզապես լռում էի։ Նա վերցրեց վերարկում եւ գնաց, առանց հետ նայելու։ Այս անգամ դուռը փակեցի հանգիստ։ Նույն երեկոյան զանգեց ընկերուհիս, որի հետ վաղուց չէինք տեսնվել։ Հանդիպեցինք սրճարանում եւ ես ինձ բռնեցի այն մտքի վրա, որ հեշտությամբ եմ ծիծաղում, առանց լարվածության։ Պատմեցի նրան ամեն ինչ առանց գեղեցկացնելու, եւ նա ասաց, որ ես վաղուց պետք է դա անեի։ Ես չվիճեցի։ Տանը դարակները քանդեցի, գտա նրա իրերը, կոկիկ ծալված, կարծես դեռ այստեղ էր։ Դրանք դրի թուփերի մեջ եւ դրի պատի մոտ։ Սա տարօրինակ էր, կարծես բաժանվում էի ոչ թե մարդուց, այլ սովորությունից լինել ոչ առաջին տեղում սեփական կյանքում։ Գիշերը երկար չէի կարողանում քնել։ Մտքերը գալիս էին ալիքներով։ Վախենում էի պատկերացնել ապագան առանց նրա, առանց կնոջ սովորական դերի։ Բայց վախի հետ միասին կար նաև մեկ այլ զգացում՝ հետաքրքրասիրություն։ Մտածում էի, թե ինչ կարող եմ անել այս բնակարանի հետ, այս ժամանակի հետ, ինքնս ինձ հետ։ Աշխատանքում ինձ առաջարկեցին կողմնակի աշխատանք։ Նախկինում կմերժեի, որպեսզի չհոգնեմ, որպեսզի տունը ժամանակին լինեմ ընթրիքի համար։ Հիմա համաձայնեցի առանց մտածելու։ Փողերը դադարեցին լինել ամոթի աղբյուր եւ դարձան իմ անկախության խորհրդանիշ։ Մի քանի օր հետո Հայկից հաղորդագրություն եկավ։ Հարցնում էր՝ կարող ենք եւս մեկ անգամ խոսել առանց գոռոցների։ Ես նայում էի էկրանին եւ հասկանում էի, որ այլևս պետք չէ ապացուցել իմ ճշմարտացիությունը։ Գրեցի կարճ, որ որոշումն ընդունված է, եւ խնդրեցի իրերը վերցնել հարմար ժամանակ։ Երբ զեղմեցի ուղարկել, ներսում ոչ ուրախություն կար, ոչ զայրույթ, միայն հանգիստ վստահություն։ Կանգնեցի պատուհանի մոտ եւ նայում էի, թե ինչպես են բակում վառվում լապտերները, ինչպես են մարդիկ շտապում իրենց գործերով, եւ հանկարծ հստակ զգացի, որ իմ կյանքն այլևս չի պտտվում օտարների սպասումների շուրջը։